Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Ֆլավել, օր մայիսի 24։ Ձեր անձերը Աստծո սերի մեջ պահեք, Հուդա 21-րդ խոսք։ Զգույշ եղեք, որ չգայթակղեք նախախնամությունը, չափազանց շատ հույս դնելով դրա վրա, առանց ձեզ պատշաճ կերպով հոգ տանելու, քանզի գրված է, ամենից ավելի քո սիրտը պահիր զգուշությամբ։ Առակաց 4:23 խոսք։ Մինչ նախախնամությունը պաշտպանում է ձեզ, այն դա անում է ձեր պարտականության սահմաններում։ Այսպիսով դուք տեսնում եք, թե ինչ հոգ է տանում նախախնամությունը ձեր հոգիների մասին, պաշտպանելով ձեզ հոգևոր վտանգներից և տառապանքներից, որոնք այլապես կհայտնվեին ձեզ վրա գայթակղությունների տեսքով, քանզի Իսրայելի պահապանը չի ննջելու և չի քնելու։ Սաղմոս 121:4 խոսք։ Աստված մարդկանց պահապանն է։ Այս աշխարհում կան բազմաթիվ վտանգներ, որոնց մեջ մենք հաճախ ենք ընկնում։ Պողոս առաքյալը տալիս է իր վտանգների ընդհանուր նկարագրությունը 2 Կորինթացիս 11:26 խոսքում։ Եվ ինչ մեծ հրաշք է, որ մեր կյանքը չի մարվել այն վտանգներից որևէ մեկի մեջ, որոնցում մենք հայտնվել ենք։ Միթե մեզանից ոմանք չեն ընկել և այն էլ հաճախ շատ վտանգավոր հիվանդությունների ու ցավերի մեջ, որոնց ժամանակ մոտեցել ենք գերեզմանի եզրին և ասել ենք կամ կարող էինք ասել Եզեկիայի պես. «Իմ օրերի հանգիստ ժամանակին պիտի գնամ գերեզմանի դռները, պիտի զրկվեմ իմ տարիների մնացորդիցը»։ Եսայի 38:10 խոսք։ Միթե մենք հաճախ մեր ներսում մահվան դատավճիռը չենք զգացել, և այդ ժամանակ մեր մարմինները նման չէին փոթորկի մեջ գտնվող ծակնավի, ինչպես մեկը դիպուկ կերպով է նկարագրում, որը բոլոր կողմերից ջուր է թողնում իր մեջ, մինչև որ պատրաստ է խորտակվելու։ Սակայն Աստված պահպանել, վերականգնել և կրկին դուրս է բերել մեզ ամեն անգամ։ Ինչ մեծ հրաշք է, որ այսքան տկար մարմինը պահպանվել է այսքան տարիներ և վերապրել այսքան վտանգներ։ Եթե դուք վայելում եք առողջություն կամ ապաքինվում եք հիվանդություններից, ապա դա այն պատճառով է, որ նա այդ հիվանդություններից ոչ մեկը ձեզ վրա չի դնում, որովհետև նա ձեր Տերը, ձեր բժիշկն է։ Ելից 15:26 խոսք։